Գրական ճորտ արտահայտությունը նոր արտահայտություն չի, այն գալիս է մոտավորապես 18-րդ դարից։ Գրական ճորտերը այն մարդիկ էին, ովքեր ունեին գրական տաղանդ, ձիրք, բայց չունեին կապեր, և ստեղծագործում էին այլոց համար։ Երբ նշանավոր դերասանը, քաղաքական գործիչը, արվեստագետը ցանկանում էր գիրք գրել, գեղարվեստական կամ հուշագրություն, դիմում էին այդ մարդկանց։ Այդ մարդիկ գրում էին ստեղծագործությունը, բայց իրենց անունը այնտեղ չէր լինում։ Նրանց պարզապես վճարում էին այդ ստեղծագործության համար։ Ժամանակին այսպիսի պատմություն է եղել, որ գրող Ալեքսանդր Դյուման ունեցել է գրական ճորտեր, քանի որ այնքան ինտենսիվ է ստեղծագործել, որ շատ-շատերը կասկածել են, որ մեկ մարդ չէր կարող այդպիսի արագությամբ արարել այդքան ստեղծագործություն։ Գրական ճորտեր են համարվել նաև այն մարդիկ, ովքեր ուրիշների համար գրում էին թեկնածուական կամ դոկտորական դիսերտացիաներ։ Նրանց վճարում էին այդ դոկտորական կամ թեկնածուականների համար։ Նրանք վերցնում էին պարզապես գումարը, իսկ պատիվը և կոչումը ստանում էր այն մարդը, ով այդ թեկնածուականը կամ դոկտորականը ներկայացնում էր հանձնաժողովներին։